Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների և ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների և ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու և տրամաբանելու ունակությունը, իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի տվյալները կամ ID քարտի ուղարկել իմ էջին։ Իսկ ովքեր կցանկանան տալ տարածքներ անհատույց, որ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը շտաբներ հիմնի շուտով ընտրությանը, խնդրեմ արձագանքեք, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մոտ 10 հոգուց ավելի են ուղարկել են մեզ իրենց տարածքները անհատույց։ Շարունակվում է այդ հարցը։ Շնորհակալություն բոլորիդ։ Սկսեմ ամենաառաջինը հարցի ինչից, առաջինը սկսեմ իմ ամենափոքր հետևորդից, ազգությամբ ռուս Դենիսից, կներեք, մարդ տղան սովորում է ռուսերեն, հայերեն, բայց ես կփորձեմ ռուսերեն դիմեմ, որտեվ շատ բան չի հասկանում։ Хочу поздравить родителям Дениса. Денис, молодец, ты очень хороший парень. То, что ты начинаешь учиться армянский и поешь по-армянски Ереван Дарцар и Мерепуни, ты очень хороший, умный, толковый парень. Держи кулак. Հարգելիներս 8 թե 7 տարեկան երեխա է Մոսկվայից, Դենիսը, որը սովորում է կամավոր հայերեն, երգում է հայերեն ու ինչքան կարողանում է բլոգը բացում է, նայում է ինձ, հիացած եմ։ Հիմա ասենք հաջորդ հարցին, սկսում եմ Հայաստանի Գյումրու ընտրությունների հետընթացքից, որը բավական ուշագրավ է լինում շոուի տեսակետից։ Նախ ես չեմ ասնել Վարդանիկի հիմարություններին, այնտեղ դադի կուդամ, դադի չեմ տա, փող չտվին, ես տվին, այդ իր արդեն անձնական գործն է կմիանամ, թե չեմ միանա։ Այստեղ հետաքրքիր հարց է գնում Մարտունի համար։ Մարտունը միանում է, չի միանում, այսօր կասեմ, վաղը կասեմ, բգոյի խաղ է խաղում։ Այս մասին խոսել եմ։ Հիմա ես կանրադառնամ, տեսեք, էլի եմ ասել, Գյումրի մեծ հաշվով հաղթանակի դեպքում որևէ մեկի Գյումրին վայ ես կլինի, չէ, միայն ապացուցվեց, որ Նիկոլենք օգտագործելով բոլոր իրենց լկտի ռեսուրսները չեն կարողանում արդեն տիրապետել իրավիճակին։ Վերջ։ Եվ Մարտունը էս այնա ձեն կտան չեն, դա սա հարցի մյուս կողմն է։ Իսկ ես ոնց հասկանում եմ Մարտունը ձգձգում է, կարող է Մարտուն խաղալ 10 Նիկոլի հետ։ Դե դա էլ արդեն ձեր գործն է, ոչ ցանկություն ունեմ, ոչ է։ Գերեւ, մենք կտեսնենք։ Հաջորդ հարցը ինչի մասին խոսեմ, ես Օմարի արծիվ հայտարարած են Վիլենչիկը Նախիջևան Գարդման Արցախ Բաքվի ծնված լրբազավրը Age of տպեցին, ես չէի տեսել միջև վերջ նյութը, որ Բերանա հայոյում լրագրողուհուն։ Ժողովուրդչան լրագրողուհին ստեղծվել է, որ պարզաբանի, ինչպես նաև ինքը իրավունք ունի ցանկացած պրովոկացիոն հարց տա։ Դա լրագրողի մասնագիտական ուղղությունն է։ Բայց ինքը բանը, քեզ պիտի պրովոկացիոն հարց տա։ Նկարի, դու քեզ նորմալ պահի, դու քեզ տանում գցում ես լրագրողուհու Բերանը, մի հատ է Բերան ես հայոյում, ուզում ես ճիշտ դուրս գաս, բա Գյումրու ոստիկաններ այդքան էլ կանգնել էիք, նայում էիք, փոխանակ կարգ իրավիրեք, եկաք պաչիկ-պուչիկ արեք գնացիք, էլ չեմ ասում են Նազենի, Սասինավեշ Չոլկով ոչիլը, որ փչում էր մեջը ոչիլները հաթաթ անիծները սենց չորանում էին Նիկոլ Փաշինյանի օգնական, որ ժամանակին բերին Գյումրու քաղաքապետ թե Շիրակի մարզպետ, ժպիտով ասում եք մենք հաղթել ենք, դուք էլ եք գնալու դատական պրոցեսի տակ։ Հիմա ոչ թե դրա համար լրագրող ախր լրագրող չի, էլի ուղղորդված է 168 ժամն է սերժենտ, բա որ նորմալ լրագրողը լի մի դատական գործ կտա Վիլենին ոչ միայն որ հրաժարվեց, Վիլենին կտանեն դատի, լրագրողին Բերան հայելու համար դիմեցին Եվրոպա Վիլենին հուր ավիցյան կկործնեն։ Դիվեն Եվրոդատան, ինչի դատարան չեն դիմում Բերան հայելու համար։ Էդ ինչ պահված կա, բա լրագրողը ստեղծվել է, որ պրովոկացիան ես, ոչ թե պաշտպանում եմ ցանկացած լրագրողի գործն էլ է, այս լրագրող չեմ։ Լրագրողը տեսնում ենք ամեն տեղ 1000 անգամ քննադատել է, միկրոֆոնը բերում մտցնում է պատգամավորի կամ պաշտոնյայի կամ որևէ այլ մարդու Բերան, չէ, տես չի։ Դու քեզ հեռու պահի։ Կամ են որ հավաքվել եք անունով տղամարդ եք կոչվում, չեմ ուզում ձեր որակավորումները ասել։ Տղեկ որ գնացել եք, տղեկ չէ, Արուներ, որտեվ տղամարդը չի գնա ԿՊ-ի օֆիս, Արուներ, որ կանգնի լրագրողին հրում եք, թե դու իրավունք չունես ով բանում նկարելու շտաբում։ Ուրեմն հիշեցնեմ ձեզ, ցանկացած քաղաքական կուսակցության եւ խմբավորում, որը հավաքում է բաշի բոզուկների մի խումբ, որտեղ ուրիշ ձև նկարագրել չի կարող, բաշի բոզուկ, մեկը թոքախտ, մեկը բուղա, մեկը նիհար, մեկը անթրաշ, մեկը դեբիլ, մեկը դեղի տակ,
Պիտի զգուշացնի, որ 24 ժամվա ընթացքում ես ոչ միայն ընդհանրապես, այլ 24 ժամվա ընթացքում ընտրությունների լրագրողը ցանկացած տեղ կարա քիթը մտցնի նկարի դուք իրավունք չունեք միջազգային օրենք այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ դուք իրավունք չունեք լրագրողին խոչընդոտեք նկարի մանավանդ այս տարածք, որը շտաբն է։ Եկավ նկարես դուս եկավ ինչ եք։ Այ մարդեն չի եք ուզում հավայի դատվեք, որ Նիկոլը 10,000 դրամ տվե, թե ձեզ ասելա կգաք հավաքարար կաշխատեք քաղաքապետարանում, ինչ եք ուզում դատվեք։ Մինչ խելք հավաքեք, այս է մեր ժողովրդին պակասում։ Խելքի գոյությունը։ Խելքի գոյությունը, էլ չասեմ, որ այն ԿՊԱ-ական падգամավորը դժգոհեց, ես իմ հաղթեցին, ինչ ասեց, ուզուրպատորը հաղթեց, այս հաղթեց, ի նկատի ունես ուզուրպատորում, մի ուզուրպատորը դուք եք։ ԿՊ-ի դեմ դուրս եկար, հաջորդը դու ես եթալու, падգամավոր ԿՊ-ի դեմ ես դուրս եկե, քեզ էլ են հանելու, ուզուրպատորը Նիկոլն է, մյուս ուզուրպատորը եղել է Քոչարյանը, Սերժը, Լևոնը, Հայաստանում դեռ դեմոկրատ ղեկավար չի եղել, բոլորը իրար հետ ուզուրպատոր են, այսինքն իշխանության ուզուրպացիա, բայց ուզուրպատոր բառը Հայաստանի չի սազում, սրանք ոչ թե ուզուրպատոր են, սրանք վարիչներ են, գործախանութի գողացող վարիչ, պահեստապետ, կռիսի պես տանող, սրանցից ինչ ուզուրպատոր, ուզուրպատորը այդ Նապոլեոնի անունը, դու բռնել ես Սերժին, Քոչանին, Լևոնին, Նիկոլին փնտի, համեմատում ես Նապոլեոնի հետ, բայց թքեն վրետ դե արի մի ասա։ Ուրեմն ուզում եմ հենց այս խոսքի վրա անդրադառնալ երեք ինձ զանգած տատիկներից մեկին, տատիկներ ջան, որոնք ոչ սփյուռքահայ են, ոչ սփյուռքահայ վրացի են, ոչ է Բաքվի աղբար են։ Իմիջիալով սա ոչ թե ձեռ եմ առնում որևէ տեղի ապրողներին, ես ունեմ սփյուռքահայ վրացի ընկեր, որը մի կողմով այսինքն սփյուռքահայ է, մյուս կողմով վրացի ողջույն, եւ ունեմ Բաքվի աղբար ընկեր։ Այսինքն մարդը եղել է սփյուռքից եկած, տարել են Բաքու, աղբար է եղել, գնացել Բաքու է ապրել։ Այնպես որ ես որակավորում տալիս եմ ընկերներիս, սա վիրավորական չի, Բաքվի աղբար մարդը կարել Լիբանանից, Սիրիայից եկել են, գնացել Բաքու են ապրել։ Եվ սփյուռքահայ վրացի, որտեղ սփյուռքում ապրել, բայց հայ չի, կեսով չափ վրացի ազգանունով։ Պարզ է։ Ունեց որ ոչ մեկը չվիրավորվեք, ես չեմ ուզում ոչ մեկին կպնել։ Ճիշտ հասկացեք։ Հիմա չգիտեմ, ես մեր տայցիկները սփյուռքում ինչ օլիգարխիատի մեջ են, ասում են Գագիկ ջան, խնդրում ենք քեզ եւ մեզ Երբ որ դու ասում ես լմլմցնել, մեր ստամոքսահյութը չի արտադրում համապատասխան քանակությամբ լեղին, որ մարսվի։ Մենք ունենում ենք ստամոքսի գաստրիտ կամ որևէ այլ պրոբլեմ, զզվանք ախորժակի փակել լմլմցնել բառից։ Հիշեցնեմ բոլոր տատիկներին։ Տատիկներ ջան, տատիկներ կամ Դե դուք մի քիչ ռուսախոսկայա եք, կապ չունի Ամերիկա եք ապրում թե Եվրոպա, ռուսկախոսկայան ձեր մեջ էլ մինչև հիմա թվում է թե ռուսկախոսկայան պրեստիժը։ Էլ չգիտեք, որ ռուսկախոսկայան 0 աստիճան է։ Ուրեմն հիշեցնեմ ձեզ, լմլմցնել դա այն կոնֆետները, որ տալիս են ատամ չունեցող, երևի ձեր պրոթեզ առանց պրոթեզ վիճակին եմ կպե, կներեք, չեմ ուզել։ Եվ երեխաները, ովքեր ատամ չունեն, գցում են, այսինքն մաշացնում են այսպես։ Դրա փոխարեն սա ինձ հետո ձեր խաթեր կօգտագործեմ ծաղիկ հավաքել բառը։ Հարգելիներս, այսօրվանից լմլմցնել բառը փոխարեն, որ մեր տատիկները հանգարցակի ստամոքսահյութը սխալ չարտադրվի, ստամոքսային պրոբլեմ չունենան, իրենց սեփական այգիներում նստած ճաշի ժամանակ հաճելին օգտակարի հետ համատեղելով իմ ելույթը նայելուց հանկարծ լմլմցնել բառը չնեղվեն, կօգտագործեմ ծաղիկ հավաքելը։ Ուրեմն Նիկոլի թիմ, Նիկոլի ոտների արանքը ծաղիկ հավաքեք։ Տատիկներ ջան, լավ է, ախորժակին չի փակում, չէ՞, հոտավեց սիրո ծաղիկին նայեք։ Անցնենք հաջորդ թեմային։ Սա հատուկ տատիկներին նվեր։ Անցնենք հաջորդ թեմային։ Ուրեմն Շահմանդարյան քննիչը թե քննչականի ղեկավարներ, որը դատական գործ էր, կառավարում էր ամեն ձևով փորձում էր Արտակ Սարգսյանին ցանկացած ապօրինի զենք զինամթերք փաթաթել եւ անուղեղ դատական գործ, որի մասին խոսել եմ, Գողչիչոյի, որը Չիչոն չի, այլ Սիսիա ազգանուն սխալակարդացել լրագրողուհու, որն էլ Արտակի դեմ գրում էր, գրել էր իբր Գողչիչոյի հետ կապեր ունի եւ նման բայլեր, ել չասեմ, որ Արտակ Սարգսյանին փորձել էր դատարանում սադրել ականջնի մասին բան ասել, որպեսզի Արտակը պատասխանի հոդված ավելացնեն, հեռացրել են գործից։ Ու փորձում է նաև սադրանքով ինձ բանաների પર մտել եմ իր անձնական տարածք, բայց չծառայած տղայես գրվածա քո էջին քննչականի եւ դատավոր մասիսը ասել էր այդպեսի բան չկա։
Դու բացես գրե ամեն ինչը, հա, բա էլ ինչ ես ուզում։ Դա անձնական տարածք չի, անձնական տարածքն է, որ մտնի ասի, գիտես ինչ, դու մեկ, ես իմ ծոցդ 7 հատ կին ա եղել կամ 7 հատ տղամարդ։ Շարմանդար, ես ինչ է թուրքական ազգանուն է, սկսամ են Գարաբուլբուլյանի, հիմա ես Շարման Դարբանյան, ոնց ես, ինչ ես, հիշում ես, ինչ ես ասել Արտակի ականջինի մասին, հա։ Հիշում ես, ոնց ես փորձես սևացնել, Նիկոլի տակ մտնելով, հիմա գործից էլ ես, դա քեզ չի խուսափեցնում հետագայում դատական պատասխանատվության ենթարկվելուց ապօրինի զենք զինամթերք Սարգսյան Արտակի վրա փորձելով սարքել, դատական գործը փորձելով խոչընդոտել ի օգուտ ի հակառակ Արտակ Սարգսյանի, լավ չասեմ ի օգուտ Բգոյի, Սերժի, Լևոնի, Քոչի եւ Նիկոլի, նաեւ փորձելով սադրել ականջին վատ բառ ասել, որ պատասխանի ասի էդի դու ես բարձրացան ու ասես ահա տեսակ ինձ վիրավորեց իմ հասցին։ Դու դատից չես խուսափելու, ես հանգիստ եմ խոսում Շարմանդարյան։ Հիշի խոսքերս։ Դու դատական գործից չես խուսափելու, որովհետեւ այն մարդը, որ իշխանության ժամանակ կարված ուղղորդված գործեր անում, նա չի խուսափում դրանից։ Տեսեք էլի եմ կրկնում, Մասիս, եթե չեմ սխալվում Մելքոնյան, եթե սխալ եմ ներողություն դատավոր։ Մասիսը կատարեց ճիշտ որոշում, որտեղ ինքը գիտի, որ ինքը դատավոր է, Նիկոլը կգնա, ինքը կմնա դեմարդեմ։ Ցանկացած հարց փոփոխություն արեց։ Ճիշտ է, ինքը հայտարարում է, որ Նիկոլի սիրված դատավորներից մեկն է։ Բայց մարդը հասկանալով գործի լրջությունը, չգնաց այդ, ոնց ասեմ, խայծը կուլ չտվեց պաշտոնի համար։ Դու կուլ տվեցիր։ Քո հարցը ուրիշ ծեր ալինելու։ Եվ անկախ նրանից ոչ թե որ միայն մեզ ավնաս տվե։ Ցանկացած իրավական եւ մնացած պաշտոնյաներ կապ չունի ու դասախոս են, ուսուցիչ են, տնօրեն են, հարկային են, մաքսային են, դատավոր են, դատախազ են, քննիչ են, ոստիկան են, զինվորական են, վերև են եւ ներքև։ Ով հայ ազգի հանդեպ թշնամություն արը, ինքը դատվելու հենց այդ հոդվածով, բայց մենք չենք զանգելու Նիկոլ Փաշինյանի պես ուղղորդենք այս են Շարմանդանյաններ, որ ասենք էսի սենց արա, ինենց արա, վրեքը հայոյան կարա վերջում, որ քեզ պատասխանեն եւ այլն։ Աստված սարը տենցնում է, ձյունը դնում է, Շարմանդանյան եւ մնացածներ։ Հաջորդը կանրադառնամ այս նույն ուղղությամբ ընդամենը 2 վայրկյան հետո Ոմն Արկադի Օսիպյան, բարձում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ Հայոյան կա գրե ինձ, բառացի հայոյան, ես տպե ուղարկել եմ քննչական կոմիտե, անկապ տեղը, որ ով որ արցախցիներին բան ասում, նրա սենց։ Ուրեմն Արկադի Օսիպյան, բացեցի քո տեղեկությունը, զգացի, որ դու աբիժնիկ ես կյանքից։ Քեզ հեռացրել են 2015 թվականին էլի Facebook-ում հայոյելու եւ վարքագծի լեկտույցան, ինչպես նաեւ քննչականի պետը գրել է, որ դու սուտասան եւ կաշառակեր ես։ Բացում եք 2015 թվականի ապրիլի 17-ի թերթերը, տեսնում եք։ Քո մասին գրած է, գրեք Արկադի Օսիպյան եւ կբացի։ Դուք ծնունդով Արցախից եք, բայց ձեզ չեք համար մարցախց։ Ասում եք, ես Ղարաբաղցի եմ։ Սա արդեն 1 մինուսն է, երկրորդ, որ ձեր անուն ազգանունը գրում եք ռուսերեն, YouTube-ով հաղորդումներ եք վարում ռուսերեն, իմիջիայլոց իմ բոլոր հետևորդներին հորդորում եմ մտնել ոչ թե հայոց, դիզլայք դնել, գնել վատ բարդ, ռուսերեն, տարերը գրում ես ռուսերեն, ռուսական շպիոնությունն ես տանում, եւ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին ոտների արանքը ծաղիկ հավաքելով փորձել ես անցնել նորից քոտերին, դատի տալով քննչականին եւ դատարանը կրկին անգամ քեզ Նիկոլի էլա մերժե։ Դրանից հետո դառել ես Նիկոլի նման հեծանիվ քշող ռուսերենով մեկնաբանող ու դու հայում ես ինձ էնել, որ ես արցախցիներին վատն եմ ասում, այսինքն դու Սյամոյի, երեք որ գրել են Սյամոյի 4-5 զոմբու ու բևեռի ապրանքների նման ես։ Հա? Բոլորդ միասին Չինաստանի բոլոր արական եւ իգական ներկայացուցիչների ծաղիկները քաղեք, հոտ քաշեք կամ ոնց ուզում եք հասկացեք։ Պարզը։ Դե գնացեք։ Ու այս ամբողջից հետո այս քո բոլոր գրած հայոյանքները հասել է դատական օրգաններ, հələ տես քո վրա ինչքան բան է գալու։ Քնչական եմ ուղարկել, դատական եմ ուղարկելու։ Դու հասկանում ես ուր ես հասել, տղա ջան։ Տղա ջան չէ, դու հասկանում ես անհայտ սեռի ներկայացուցիչ։ Առարկայական։ Ուր ես հասել դու։
քնչականից վտարել են որպես չմու, փաստաթուղթը կա, 19 թվին դատի ես տվել, առաջի այցանը միանգամից թաղում գործողությունը տարել է, քնչականի պետը քեզ որակավորում է սուտասան կաշառակեր լիր, կարծեմ, եթե չեմ սխալվում, Երևանի Էրեբունու կամ Շենգավիթի շրջանում ես եղել, հետո եկել ես Արարատ։ Այնց որ հələ համբերի։ Գնում ես այն ուղղությամբ, երբ մոռացել ես ու ես բան ասում։ Կյանքիդ մեջ քանի քո ասած Ղարաբաղցու ընտանիք ես օգնել, հա? 27 Ղարաբաղցու չես, Արցախցու ընտանիք եմ օգնում։ Արցախցիները իմ հետ կապի մեջ են։ Այնց որ քո այդ սուտի հայոյան գրելով, ես իմ տակից լմլմցնելով, Սյամոյի ներողություն, ծաղիկ հավաքելով, Սյամոյի, Բևիերի եւ մյուս էրերի, ինչքան էր կա դրանց, էր արաբերեն կհասկանաք ինչա նշանակում, չասեմ ժողովրդի մոտավորապես ռուսերենի նույն տարբերակն է, ուղղակի դիմացի տառը չկա։ Դու էրես, արաբի էշի։ Արաբերեն ասեմ, թող արաբախոսները հասկանան։ Էրջահաշ։ Այսինքն իշու ձաքի էր։ Վсё։ Այս քեզ նվեր։ Սրանից հետո ես եթերով եմ ասում, քո նախնական ասելու ժամեր անց են ես եթերելում, որտեղ դու հանցագործ ես, դու քնչականը խախտել ես, ինչի քեզ չեն դատել։ Դու կաշառակեր ես, սուտասան ես։ Գրած է բոլոր դատական գործերի մեջ եւ Արարատյանի դատանը քեզ մերժել է որպես հանցագործ։ Դու ջաղացին ես ջուր լստում։ Ես արցախցիներին կպաշտպանեմ մինչև վերջ մաքուրներին, ոչ թե քո նման կաշառակերներին, ոնց որ քո այդ տերեր Սյամո մամոներն են, Սիրժիկ Միրժիկ Քոչարյան, ու ես արցախցիներ լավ հարաբերության եմ։ Ինչքան էլ քննադատում եմ, մի հատ արցախցի չկա, կանգնի գրի սխալ ես ասում, որտեղ իրանք գիտեն ես ով եմ, ի տարբերություն քեզ։ Անցնենք հաջորդին։ Այսօր ցավոք սրտի Քարորիայի տարելիցն է, Սքո, որ սարքեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, Սեյրան Օհանյան հրամանատար, նախարար, այնտեղ Սև Շուն Խաչատուրով, որ ասեց վիսկիս խմենք տղեկին չթողեց կրակեն, եւ լուսահոգի 104 տղաներ կանգնեցրեցին, եւ դա նախատիպներ, որ 20 թվի պատերազմը սկսի, որտեղ հասկացան, որ պիտի քանդեն միջին հրամանատարական կազմը եւ բարձր, որոնք չկարողանան զինվորների դուխը չջարդի, մանումենցի կյաժը քֆուր դրես դիրքից չգնաց, բոլորից հետ 1000 անգամ թասիբով նամուսով գեներալների բոլոր կառավարության եւ 20-ը ստիպեցիք արդեն Նիկոլով հանձնել վառել կործանել։ Հավերժ փարթ կուպատիվ բոլոր զոհերին, ես չեմ տարբերում Արցախյանի, չեմ տարբերում առաջինի, երկրորդի, Քարորիայի, սամանային մյուս ժամանակների զոհերին, որտեղ բոլորը մեր հայազգի զոհերն են, բոլորը մեր համար են զոհվել են, որ դուք հանգիստ քնեք։ Պարզա։ Ու նրանց, ովքեր կենթանի մնացին ու փառքով են անում։ Ու Արցախի փառքը Նախիջևանին ասել, դեռ չի սկսվել, որ վերջացած եք համարում, դեռ չի սկսվել, սկսվելու է, վերջանալու է ծովի ափին, Կասպից ծովի ափին։ Հիշեցնեմ, սկսվելու եւ վերջանալու է Կասպից ծովի ափին։ Քանի 1000 քառակուսի կիլոմետրի վրա հայտնի չի, բայց որ հայկական զորքը կանգնելու է բնակչությունը Կասպից ծովի ափին, սա խոսք ենք տալիս։ Կասպից ծովի ափին, ել չեմ ասում, որ մենք ասել ենք Նախիջևանն ու Արցախը առաջին հերթ է։ Առաջին հերթ է սրանք։ Այնպես որ ձեր այդ սուտ իշխանության տակ մտած ծաղիկ հավաքելը, ռուսերենով վիդեոներ անել, արդեն ձեր մասին խոսում է։ Ռուսերենով ծաղիկը հատ-հատ, սոխուկներով, քոքով կերցնեն ձեզ։ Անտերեք հլը։ Հաջորդ հարցը, ինչի մասին ուզում եմ խոսել, սա ԲԴԽ-ի եւս 3 կին տեխնացու մտցնել, այ Նիկոլ։ Հասկացանք, որ դու էությամբ կնիկ ես, վախկոտ։ Այսօր էլի էջեք գցե դուք ձեր քայլելը, այ մարդ դետին չի եք նման։ Զգացվում է, որ այն բոմժերն են հեքիաթների միջի գյուղի երեխեքին, որ վախեցած բերում թակավոր են սարքում իբր նմանալու, որ անընդհատ իրան շորերն են նայում։ Դու կնիկը դետ ինչ ձև եք, այ մարդ քայլելուց հանայում են, իրանք չեն հավատում, որ այդ թանկ կոստյումն ու շորը իրանք են հաճել։ Քայլոց անցածնես ոտներին անայում, կոստյումին անայում, կնիկը անընդհատ իրան անայում, արա ես եմ, արա, ես եմ փնթի ոչլոտից բերին մարդ սարքին։ Էդ էլ է բանը լինելու, դուք իրոք ոսկե ցկնիկի բանը միջի պարավն ու բիձեն եք լնելու։ Հələ համբերեք։
Բերեք հերթով ամեն ինչը կգա։ Բերել եք հիմել 3 հատ այս բանն եք դրել։ Դու ասա։ Կին։ Հայաստանի փաստորեն ամբողջ դատական ուժային համակարգերը կին, հա։ Պապիկյանին էլ հանելու եք հեսա վաղը մյուսօր, էլի կին դնեք, դուրս է գալիս Հայաստանը կնապետությունա, ձեր կարճ խելքով սարքում եք ջուդա պետություն, Աննան ջուդի տակ մտածա, փորձում է ինքը իշխանությունը վերցնի, ջուդի նման մայր իշխանություն սարքի բոլորը։ Հա։ Անգրակետ, այդ չէր ձեր Սրբուի Գայլյանը ողբալով դուս եկավ, երևի բերաներս հայոյեցին ծնողները ողբալով դուս եկավ, այդ չէր։ Այդ չէր, թե գիտեր թե ինքը միայն պետք է նախարարի, ծամոն բանկցի ու սենց օջվի արայսի չեք քննարկում Հայաստանի մասին, ռադարը կետա։ Բա, հիմա բդախեմ որ բերում եք այս կանանց, որտեղից եք ճարե, բարի բունի վաստը ոչ թե գտե ճարե, այս չճարված կանանց խումբը, այդ ձեր հեքիաթի միջի մուլտիկի են մարդու իրավունքների պաշտպան, են խպնված ղուշ թրցնող, ինչքան գիժ ու խելառուն եք լենինական ոչիլ մազի լակով չորցնող նազենի, արա դուք լրիվ անասուն եք։ Է դրա վերջն էլ ալնելու, համբերեք։ Ուզում եմ նաև հարգելիներս, անցնենք արդեն միջազգայինին մի քանի բան ունեմ ասելու եւ կանցնեմ նաև պատմականին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախ ազգին, ժողովուրդ ղազախները սկսել են հասկանալ, որ իրենք հարվածի տակ են գնում, ու ամբողջ ղազախական բլոգերները Գերմանիայից, Ղազախստանից, տարբեր երկրներից սկսել են գովել հայեր։ Ես իմ այս մասը կարող եք կտրել ու ուղարկել մեր ղազախ ընկերներին։ Ես ռուսերեն ցավոք պիտի դիմեմ, որտեղ այդ մարդիկ հայերեն չես հասկանում։ Дорогие наши казахские блогеры, спасибо вам от имени армянского народа, что вы так поддерживаете армян и армянскую историю, искусство и справедливость против Турции и Азербайджана. Большое спасибо. Ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր է։ Ես արդեն հետևում եմ մոտավորապես ես ասեմ ձեզ 1 2 3 4 5 6 8 ղազախ բլոգերի բոլորը անխտիր պաշտպանում են Հայաստանին, Հայաստանի դրոշը, Հայաստանի պատմությունը, նույնիսկ հակադարձելով ուրեմն մեկը մեջը շատ բարձր պատմաբան է, այն սենց աշկերով տղեն չէ փոքր, որ անընդհատ այն բանին էլա, Քյամրանին էլա ձեռանում, չէ, մի հատ պատմաբան, ինքան հոյակապ դրես տեղը դուք չեք պատկերացնի, երկար ու գեղեցիկ մանրամասն պատմելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է հիմի առնվազն ջայլամ դառնային, գլուխները հողի մեջ մտցնեն։ Դա կլինի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին։ Ուրեմն Ադրբեջանը հայտարարում է, ես իմ ծիծաղս է գալի, որ Շտայնմայերը ասել է, որ Ադրբեջանը միայն ճանապարհային ամենաուժեղ ճանապարհային խաբը կարա լինի Գերմանիայի համար։ Ժողովուրդ ջան, ողբալու թեմա։ Դուք պատկերացնեք Գերմանիայի համար ամենաուժեղ ճանապարհային խաբը պիտի լինի Ադրբեջանը։ Հիշեցնեմ ձեզ, որ այս խոսակցության մեջ կա մի հետաքրքիր բան, ոչ թե խաբի մասին, այլ բանակցությունները վախեցնելու մասին։ Իրականում Շտայնմայերը եկել էր Եվրոպայի քաղաքականությունը դնելու, այն որ Արցախի դրոշը դրեց իբր ներողություն խնդրեց, սա քաղաքական քայլ է, հարգելիներս, եւ հետագայում նաեւ դրա շարունակությունը։ Իսկ հիմա որ Ադրբեջանը հիմա որ ասել է խաբ, ինչով է խաբ Ադրբեջանով, չէ։ Մենք կտեսնենք այդ խաբի շնորհակալության արդյունքը եվրոպական քաղաքականությունից։ Չբացեմ փագագծեր, բայց հասկացաք, որ դա ոչ թե վերաբերում է Ադրբեջանին, դա վերաբերում է Ադրբեջանի զիջումներին։ Իօքուտ Հայաստանի։ Այս խոսքս կտեսնենք։ Այս հարցը չբացեմ, անցնենք հաջորդին։ Տեսեք Իսրայելը կազմակերպելով այս ամբողջ հանցագործությունը, սկսում է ռմբակոծել Բեյրութը, որերորդ օրնա հազարավոր զոհեր, ռմբակոծում է Պաղեստինը եւ այլն։ Այսինքն տեսեք, հարցի լուծում չունեն մարդիկ։ Նաթանյահուն էլ է գնացել պրավալ Պուտինի ու Ալիևի պես։ Երբ որ չունեն հարցի լուծում, աշխատում է հրթիռը։ Բայց ի տարբերություն Ադրբեջանը, որ անդադ գրում եք հեսա կկռվի, ժողովուրդ ջան, էլի ոչ նորմալ զենք ունի մա պատերազմից հետո, ոչ է նորմալ կռվող։ Այլ եմ կրկնում բոլոր տվյալներով եկած Ադրբեջանի զենքը պակասում է, եթե չպակասեր ինքը վաղուց էր խփե, եւ երրորդ հարցը, որի համար ես կարող եմ հաստատ ասել, Ադրբեջանի երիտասարդության եւս մի քանի 100,000 16 տարեկանից իմ արդեն 18, 19, 20 մինչև 35 տարեկան երկրից հանվել է։
Հանվել է ու էլի հանվում է։ Ամենահետաքրքիր տեղը ասել եմ, Թուրքիան եթե լավ չի, Հյուսիսային Կիպրոսը հարուստները անձնագիր ունեն այնտեղի, որ ընդհանրապես չճանաչված է, չի կարա կանցչի, մնացածին Ռուսաստանը, Ղազախստանը, ուրիշ տեղ է, ինձ թվում է հենց սրանից են ղազախները սկսել հայերին պաշտպանել։ Մի բան այնտեղ կատարվել է։ Ինձ թվում է, որ որպես որ երկրի իշխանությունը հա ադրբեջանցիները մեր եղբայրներն են, հսկայական քանակությամբ ադրբեջանցի տղամարդիկ փախել են, դե իրենք է որ լկտի են, այնտեղ երևի աղջիկների հանդեպ ձեռքցել բան են արել, ղազախները մասսայական հելել են։ Ես դեռ կգտնեմ եւս մի 10-15 հատ ղազախ անունները ձեզ կներկայացնեմ բլոգերների, ու կտեսնեք ինչքան ղազախ են, այդ թվում նաեւ կանայք ու աղջիկներ են հայերին գովաբանում։ Համեմատելով, որ Ադրբեջանը ավելի ողբալի երկիր է, անձամբ թե իրենք կարողանում են գնալ, քան Հայաստանը։ Էլի եմ ասում, շնորհակալ եմ։ Հիմա տեսեք, այս պատերազմը նույն ինչ որ Իսրայելն է անում, Իսրայելում էլ մեծ կրիզիս է, տնտեսական կրիզիս, տեսնում եք, որ նույնիսկ Հայաստան են փախնում, քաղաքական կրիզիս, ինչ անում են Նաթանյահուն չի գնում, եւ պատերազմի կրիզիս։ Թուրքիայում ինչ է կատարվում, միտումնավոր կերպով լռել են Թուրքիայի հարցը։ Բայց էլի ցույցերը ամեն ինչը գրում է, ոնց որ փակում են։ Հիմա հիշեցնեմ նույն հարցին, եւ մենք որոշել ենք երկու Արցախի ցույց անող ղեկավարների հրավիրել մեր մոտ, շուտով այսօր կամ վաղը կամ մյուս օր կտեսնենք, կունենանք եթեր, on-line եթեր կանենք մեր Telegram page-ով եւ կգցենք հաջորդ օրը վիդեոն, որ մարդիկ էլ նայեն, որպեսզի Արցախի հարցը տեսակ, չէ, եկան, խայ parեցին, ասենց ցուցադրեցին, վայ Արցախի համար ենք եկեք, փախան։ Բևերը փախավ, բգոն փախավ, ու վсё, դաշնակը իբր չի երևում եւ այլն, բա ինչի բերեք այդքան մարդուն հանեցիք փողոց։ Ես տեսակ, որ ճիշտ է ասում, Գյումրու ընտրությունը շեղելու համար, որ մի բա շեղվեն, իրանք այնտեղ գործարքի գնան։ Հիմա բա ինչի մեկը չեք տպում։ Ոչ ձեր ալիքներն է տպում, ոչ ձեր հեռուստաընկերությունները, ոչ մեկ չի տպում Արցախի համար։ Տպվում է որևէ մեկը տեսել եք, որ տպեն, չէ։ Բայց ինչի չեք խոսում, այ մարդ, բերիք հանիք փողոց այդքան մարդուն, հանիք գցիկ տարբեր խոսքեր, բերիք երևանցիների հետ, հայաստանցիների հետ ուզում եք կռվեցնեք, տեսակ չթողեցինք, անենց արեցի, որ չկռվեն մարդկանց հետ խոսում ենք եւ այլն։ Հիմա ուրիշ ինչ եք մտածում, արցախցիներին ինչ անեք էլ։ Սպանել տակ գցեք երևանցիների, հայաստանցիների վրա, հա։ Դա ձեր ուզածը։ Չենք թողելու։ Արցախն ու Հայաստանը, Սյունիքը, Գյումրի մնացածը նույն հայրն են։ Ես խոսում եմ Արցախի վերնախավի, որոնք դավաճան են, ոչ թե հասարակ Արցախցու մասին, որոնց մեծ խմբեր իրենց հասարակական արհեստակցական միություններով իմ հետ զրուցում են, ընդունում են իմ միտքը եւ այլն։ Հասկանալի է բոլորիդ։ Կարճ կոնկրետ, ես Արցախի հարուստի կողմնակից չեմ, Արցախի թալանչու վաճառողի, ես Արցախի հասարակ բնակիչի կողմնակիցն եմ։ Հասարակ տանջված ու պայքարող բնակիչ։ Ոնց ուզում եք հասկացեք։ Իսկ ովքեր փորձում են արհեստական կռիվ սարքել կամ գլխին գործ սարքել, ես Արկադի Օսիպյանի նման, Արկադի Օսիպյան, քո գլխին լիքը գործեր կա, որ ռուսեր են խոսում ես։ Մեկ, երկրորդն է քո հայոյանքի համար արդեն դու քո գլխի վրան եւս մի գործ ես սարքել։ Հասելա համապատասխան օրգաններին։ Էս քեզ։ Հաջորդ ինչի մասին կցանկանայի արտահայտվեի միջազգային հարգելիներս Հունգարիային ենթարկելու են շրջափակման։ Ուրեմն շատ ահավոր բան եղավ, որ Ռուսաստանի համար պայքարող էս Օրբան Չուրբանը ջհուդ, իրեն միջալոց էթնիկ ջհուդ, եւ Ֆիցոն ըստ երևույթին նա նույնպես ջհուդ է, ինֆորմացիան հաստատ եմ ստացել Օրբանի համար, որ ինքը ջհուդ է, ես այն ժամանակ ասում էի Խազար, այսինքն թուրքա ջհուդ, Խազարաև ջհուդ, իսկ բանը Ֆիցոն դեռ չի եկել ինֆորմացիան, որ ինքն էլ է ջհուդ։ Ամենայն դեպս այս երկու ջհուդները իրանց երկիրը տանում են խիստ հարվածի տակ։ Ուրեմն հնարավոր է տարբերակ, որ Հունգարիային ընդհանրապես հանեն ՆԱՏՕ-ից ու Եվրոմիությունից, որտեղ շատ են զգուշացրել, Սլովակիայի համար դեռ չէ։ Ուրեմն այսօր Հունգարիան հրաժարվել է միջազգային դատարանների միանալու իր որոշումից։ Պատկերացրեք։ Զգում եք այնտեղ ինչ է կատարում։ Առանց այդ պետությունը դոտացիոն շրջան է։ Հունգարիան սովետ սատկում է, հունգարացեք Գերմանիայում զբաղեցնում են այն պոստերը, որը զբաղեցնում են ուզբեկներն ու տաջիկները, կիրգիզները Ռուսաստան, մաման լվացող հավաքարար հյուրանոցներում եւ բժշկական կենտրոններում բոլորն են լվում, ճաշերն են տալիս, սայլակների վրա դրանց մարդկանց են տանում, պարզա չէ։ Հունգարացիների մեծ պոստով ես դե հունգարացի չեմ տեսել։ Բա կյանքը շատ հետաքրքիր է։ Ժողովուրդ ջան, այնպես որ ամեն մեկ ով որ հայն թշնամություն արել, արժանի ստանալու։ Ես այս մասին ասել եմ, վերև Աստված կա։
Անցնենք հաջորդ պատմական բաժնին, որը ամենահետաքրքիրն է, շատ մարդիկ սիրում են, որտեղ նստած պատմություն են սովորում, այդ թվում նաև մեր տատիկները։ Տատիկ ջան, լսի, հատուկ ու համար են բամ, տատիկներ ջան։ Սիրուն, դրեք հիմա ձեր հացը կերեք, եվրոպական, դրեք ընդ ֆուագրա եք ուտում ֆրանսիական, թե կրիվետկայով սարքած բաներ եք ուտում իսպանական, թե անգլիական, միս եք կարտոֆիլի հետ էփած գերմանական, ինչ ուզում եք կամ ինչ ուզում եք կերեք, լսեք պատմության մասը։ Այսօր ես ձեզ կխոսեմ իշխանական տան Գաբեղյան իշխանական տան մասին։ Ուրեմն Գաբեղյան իշխանական տունը սա Այրարատ նահանգի Գաբեղյան գավառն է գրավել, որի կենտրոնը Կաղզվան քաղաքն է։ Կաղզվանը մեր հանրահայտ Կարսի մարզի Կաղզվան քաղաքն է, որը Կարսի հենց մայրաքաղաք Կարս կենտրոնից հեռու է մոտավորապես 87-86 կիլոմետր։ Ինչով է Գաբեղյան աշկինքն է։ Նախ ասեմ ձեզ, որ Գաբեղյանները եղել են Այրարատ մարզի մեջ թագավորի վայելել են թագավորի վստահությունը, միշտ բոլոր կռիվներին փորձել են եղել պետության կենտրոնացած պետության կողմից, ըստ գահանամակի նրանք տվել են 300 ձիավոր, որը բավական մեծ թիվ է ձիավորների քանակի մեջ։ Այդ փոքր մի Գաբեղյան նահանգը։ Գաբեղյան ընտանիքից աչքի է ընկել իրենց մոտ Սեպուհուներից Գաբեղ Սեպուհը, որը մասնակցել է Վահան Մամիկոնյանի հետ 1481-84 թվականի ապստամբությանը, երբ որ հայերը ջարդեցին պարսկական զորքը, ստիպեցին կնքել Նվարսակի պայմանագիրը, որով պարսիկները հեռու գնացին Պերոզը եւ երկար ժամանակ չեկան Հայաստան։ Հիմա Գաբեղը ով էր Սեպու, ով չգիտի Սեպու, ասեմ ձեզ, որ Սեպու ինչ է նշանակում։ Սեպու նշանակում է կրտսեր իշխանական տոհմի անդամ, այսինքն գլխավոր իշխանները դրանք իշխաններն են, կրտսեր տոհմի անդամները դրանք Սեպուներ են, այսինքն ազնվականներ, որոնք մի քանի գյուղ էին իշխում, պատկանում էին մեծ ցեղին, բայց իրանք ոչ թե մի գյուղի տանուտեր, այլ մի քանի գյուղ կամ մի փոքր քաղաք, բնակավայր, 2-3 ավան, սրանք կրտսեր աստիճանն են։ Իմիջիայլոց Սեպուտները Հայաստանում կարևոր դեր են խաղացել, բացատրեմ ինչի, քանի որ երբ որ արաբները սկզբում սկսեցին հայ իշխաններին հավաքել, խաբել, սպանել, վառել, Սեպուհները հետագայում ստեղծեցին որպես լինելով իշխանական տոհմի կրտսեր անդամներ նոր իշխանություններ։ Դրա համար Սեպուհների դիրքը բավական բարձր է։ Եվ Գաբեղյաններից վերջի անգամ մենք հիշատակություն ենք ունենում Վարդան եւ Խոսրով Պայազատներին, ինչ անշանկում Պայազատ կարող ենք ասել ցանկացած ազնվականի հետևորդին, իրավահաջորդին, ժառանգորդին, Պայազատ դա է նշանակում, բայց վերաբերվել է հիմնականում ազնվականներին, թե թագավորի, ասենք արքայազնը Պայազատ, որ հոմանիշ կարելի է օգտագործել, իշխանի որդին Պայազատ եւ այլն, որոնք մասնակցել են 853 թվականին Բուղայի դեմ, արաբական Բուղայի դեմ, էթնիկ թուրք էր Բուղան, զորավար Բուղայի դեմ ապստամբությանը եւ պատերազմ է եղել Կաղզվանի մոտ։ Դե Բուղան արյան մեջ խեղդեց Հայաստանը եւ կանգնեցրեց, բայց այս երկու Գաբեղյանները Խոսրովը եւ Վարդանը բավական մեծ օգնություն են ցույց տվել, կանգնեցրել են Բուղային, ջարդել են զորքերին, բնականաբար նա հետո հասավ Հայաստանի խորքերը, բայց մեծ դիմադրություն են ցույց տվել։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Գաբեղյանների մասին շատ լավ գրել է Ստեփանոս Ասոխիկը, Դրասխանատերցին, Կաղզվանի նրանց գործունեության մասին եւ մի շարք բաներ։ 1918 թվականի Հայաստանի Հանրապետությունը հետագայում, որ անգլիացիները նվեր տվեցին ամբողջ Կարսի մարզը եւ մնացած մասերը հասցրեցին մինչեւ Կարին, Իմիջիայլոց այս փաստաթղթերի բնօրինակների մոտ կա, որ ուղարկել են X պետության X ծառայությունները տարբեր լեզուներով հայերեն, ֆրանսերեն եւ հիմնականում հայերեն, ֆրանսերեն եւ հա թուրքերեն, արաբերեն չեմ հասկանում լեզուներով բնօրինակները բնական ստորագրություններով հասցրեցին մինչեւ Կարինի ճանապարհ, այսինքն կարճ ժամանակով այս ամբողջ պատմությունից հետո Կաղզվանը մտավ Հայաստանի մեջ, իմիջիայլոց ասեմ ձեզ, որ նա պատմական մաս էր Բագրատունյաց թագավորության, ինչպես նաեւ Զաքարյան պետության, հա, երև Գյումրու Կարսի կողքն է, եւ մի շարք եւ խորթային ներողություն Ռուսաստանի 1829-30 թվից հետո, որ մտավ Ռուսաստանի կազմ։ Այնպես որ հայերը այստեղ շատ են եղել, Կաղզվանը եղել է հզոր քաղաք, որի բնակչության թիվը եղել է մարզի ամբողջ 72000 1913 թվականի մինչեւ համաշխարհայինը, որից միայն Կաղզվանը եղել է 30,000, բնակչության 65-ից 70%-ը եղել են հայեր, հետո քրդեր, մնացածը թուրքեր։
Սա ես ներկայացրեցի եւս մի պատմություն, հենց այնպես չներկայացրեցի Կաղզվանի Գաբեղենյանների մասին, որովհետեւ 1914 թվի մինչ 14 թիվը Հայաստանի սահմանը, որը հաստատվել էր Ազգերի լիգայի հոդվածների 37-ով, որ իրավունք ունի ՄԱԿ-ը վերականգնի, որը չեն նշում ոչ մի իբր թե հայոց հարցով զբաղվող վիլսոնագետներ եւ մնացածագետներ, սա օրինական պահանջ է, որը կարելի է ներկայացնել, բայց ոչ մեկ սրա վրա չի աշխատում։ Չի աշխատում, ինչի՞ չեք աշխատում։ Մենք մտցրել ենք Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության մեջ։ Ինչի՞ չեք աշխատում այս հարցի վրա։ Դիմեք դե այդքան։ Մենակ առնեք փողեր, գնաք սուտ թուղթ տպեք, էս անեք։ Սա պահանջվող բան է, որը վերականգնելու է Հայաստանի Հանրապետության 70-ից 74,000 քառակուսի կիլոմետր տարածքը նախնական մինչև 1914 թվականը, եւ դրան գումարած ինչ պայմանագրեր կլինի, մենք բողոքենք, թող իրանք չտան, հարցը լուծեն միջազգային ՄԱԿ-ի թղթով, արդեն թե կլինի պրոքսի բանակով եւ այլն, սա ժամանակը ցույց կտա։ Այնպես որ հենց այնպես ես չեմ խոսել Կաղզվանի համար։ Պարզ է եւ Գաբեղյանների համար։ Զինվեք համբերությամբ եւ տեսեք ընթացքում ինչեր է լինելու հայոց պատմության մեջ, ինչ ունի անդունդ վայր ընկնել, ունի նաև հզոր վերելք։ Միշտ պետությունները որպես կենթանի օրգանիզմ մահացել են, նորից կենթանացել, բոլոր կայսրություն, պետություններ եւ այլն, մարդը, բնությունը եւ այլն։ Այնպես որ միշտ վայր ընկնելուն հետևում է վերելքը։ Կարևորը գիտեք ո՞րն է, որ վերելքին հասցնելուն չարփել քո եսիմ աստղայինով եւ չսպանել, ոչնչացնել քո ժողովրդին, որ ընկնելուց ցավոտ չլինի։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս եւ հիշեք, բերեք կրկնենք մենք մեր խոստումը, մեր երթումը Աստծուն, որ մենք անելու ենք եւ պատգամ Աստծուն ուղարկենք առ երկինք, որ Աստված մեզ օգնի։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Բագարանում, Գանձակում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Վանանդում, Սասունում, Բաբերթում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն